Այստեղ մենք կդիտարկենք երկու հետաքրքիր եւ կարևոր հատկություն CSS-ում, օրինակ օգտվողների էկրանի լայնությունը կարող է լինել 1920x1200 փիքսելից մեծ եւ 1024x768 փիքսելից փոքր։ Այդ իսկ պատճառով ավելի ողջամիտ է սահմանել մաքսիմալ եւ մինիմալ լայնություն մեր կայքերի համար։ Ստեղծենք նոր ֆայլ, նոր HTML էջ, որտեղ կդիտարկենք այս օրինակը։ Ես սեղմում եմ File, New եւ պահպանում եմ այն min.max.html անվանումով։ Ստեղծենք նաեւ նոր CSS ֆայլ, File, New, թող այս մեկն էլ լինի min.max.css, այն պահպանենք CSS folder-ում եւ այժմ մեր min.max.html ֆայլում կարող ենք տեղադրել HTML կոդ float HTML ֆայլից։ Այստեղ ես ամբողջությամբ կլոնավորում եմ HTML կոդը, տեղադրում եմ min.max.html ֆայլում։ Այստեղից կարող ենք այս script-ների համար նախատեսված կոդը ջնջել, script tag-երը։ Այստեղ float անվանումը դարձնում եմ min.max, որպեսզի min.max CSS ֆայլը միանա մեր HTML edge-ին, այստեղից այս header ID ունեցող div-ը նույնպես մաքրում եմ, թողնենք միայն site.l div-ը դատարկ, site.r div-ը դատարկ եւ content ID ունեցող div-ը, մնացած երկուսը նույնպես մաքրում եմ եւ մեր edge-ի վերնագիրը գրենք max եւ min, թող լինի այսպես, պահպանենք մեր HTML ֆայլը եւ ստեղծենք սելեկտորներ մեր div-երի համար wrapper, site.l, site.r եւ content։ Առաջին հերթին թող լինի selector body tag-ի համար, այնուհետև ID wrapper, այնուհետև ID-ն site.l, այնուհետև ID-ն site.r եւ content։ Մեր ընդհանուր edge-ի համար նշենք ֆոնային գույն, background color թող լինի այսպեսի ինչ-որ գույն, C4, C4, C4։ Թող լինի ընդհանուր տեքստի գույնը, color այսպեսի ինչ-որ գույն, 5A, 5A, 5A։ Եվ տառատեսակը font թող լինի 14 փիքսել, տահոմա ընտանիքից։ Այնուհետև մեր wrapper ID ունեցող tag-ի համար, որում գտնվում են մնացած տառերը, նշենք, որ այն պետք է ունենա սահմանային հեռավորություն, margin, վերին եւ ստորին հատվածներից 50 փիքսել, իսկ ձախ եւ աջ կողմերից թող հավասարվի մեջտեղում auto։ Այնուհետև site.l ID ունեցող tag-ի համար նշենք, որ այն պետք է լողա դեպի ձախ, float left, site.r tag-ի համար նշենք, որ այն պետք է լողա դեպի աջ, float right։ Նշենք այդ ձախ եւ աջ բլոկների համար լայնություն եւ բարձրություն, width թող լինի 200 փիքսել եւ բարձրությունը height 500 փիքսել։ Այս նույն հատկությունները թող ունենան երկու բլոկները միաժամանակ եւ ըստ երևույթի մեր content ID ունեցող tag-ը պետք է գտնվի մեջտեղի հատվածում, դրա համար նշենք margin, վերին եւ ստորին սահմանային հեռավորությունը 0, իսկ ձախ եւ աջ կողմերից 220 փիքսել, 200 փիքսել պլյուս 20 փիքսել հեռավորություն, որպեսզի լինի այս ձախ եւ աջ բլոկների միջև։ Նշենք նրա համար նույնպես բարձրություն, թող լինի նույն բարձրությունը, ես կլոնավորում տեղադրում եմ այդ բարձրության կանոնը եւ որպեսզի կարողանանք տարբերել իրարից հատկանշենք ֆոնային գույն բոլոր այս տարերի համար, background color թող լինի սպիտակ գույն, դա նշենք բոլորի համար, ես կլոնավորում եւ տեղադրում եմ մնացած երկու տարերի համար նաեւ։ Այժմ պահպանենք մեր CSS ֆայլը եւ min.max.html ֆայլ տեղափոխվելով ես սեղմում եմ live preview, չգիտես ինչի տեսնում ենք, որ ինչ-որ բան խախտված է մեզ մոտ։ Այստեղ site, content, site, ես այստեղ
տառասխալ էի թույլ տվել, այն ուղղում եմ։ Ընդհանուր առմամբ այսպիսի տառասխալներ թույլ տալը նորմալ երևույթ է, դուք դեռ ընթացքում այդպիսի տառասխալներ շատ թույլ կտաք, բայց կարևոր է, որ կարողանաք գտնել ձեր տառասխալները։ Ես պահպանում եմ CSS ֆայլը, թարմացնում եմ բրաուզերը, մենք տեսնում ենք այսպիսի արդյունք։ Սա ընդհանուր առմամբ wrapper tag-ն է։ Ես այսպես նշեմ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք։ Սա մեր wrapper tag-ն է։ Նրանում գտնվում է site L ձախ բլոկը, site R աջ բլոկը եւ content պարունակությունը։ Քանի որ մենք wrapper tag-ի համար չենք նշել լայնություն, այն զբաղեցնում է իրեն հասանելի ողջ լայնությունը կախված բրաուզերի չափսերից։ Եթե օրինակ ես փոքրացնեմ բրաուզերի չափսերը, մենք կտեսնենք, որ աջ եւ ձախ բլոկները պահպանում են իրենց լայնությունը, քանի որ այն հատկանշված է, իսկ content ID ունեցող մեր այս բլոկը չի պահպանում իր լայնությունը, որովհետև դրա համար չենք հատկանշել լայնություն։ Նույնն էլ wrapper ID ունեցող tag-ը, որում գտնվում են մնացած բոլոր տարրերը, այն նույնպես չի պահպանում իր լայնությունը։ Եթե մենք ավելի փոքրացնենք, մենք կտեսնենք այսպիսի փլուզում մեր նախագծում, կխախտվեն տարրերը եւ կխախտվի մեր վեբկայքի նախագիծը։ Այս խնդրից խուսափելու համար CSS-ում կա max width եւ min width հատկությունները, այսինքն կայքի մինիմալ եւ մաքսիմալ լայնությունները կարող ենք նշել։ Օրինակ, եթե մենք wrapper ID ունեցող tag-ի համար նշենք մինիմալ լայնություն, min width, ենթադրենք թող լինի 700 պիքսել, սա կնշանակի, որ տարը պետք է զբաղեցնի իրեն հասանելի ողջ տարածությունը, բայց չպետք է փոքրանա հատկանշված չափսից։ Պահպանենք մեր CSS ֆայլը, թարմացնենք բրաուզերը։ Այստեղից ես անջատում եմ live preview ֆունկցիան, որպեսզի մենք ավելի լավ կարողանանք պատկերացնել եւ տեսնել։ Կրկին փոքրացնում եմ բրաուզերի չափսերը եւ տեսնում ենք, որ մեր wrapper ID ունեցող tag-ը չի փոքրանում 700 պիքսել լայնության այդ չափսից, որովհետև min width հատկության միջոցով որ մենք նշել ենք 700 պիքսել, այսինքն նրա մինիմալ լայնությունը պետք է լինի 700 պիքսել։ Եվ ինչքան էլ որ փոքրացնենք բրաուզերի չափսերը, միևնույն է մեր նախագիծը չի խախտվի եւ ամեն ինչ կլինի նորմալ։ Կարող ենք հատկանշել նաեւ մաքսիմալ լայնություն, նշենք դա max width հատկության միջոցով, թող լինի 1000 պիքսել, եւ սա նշանակում է, որ տարը պետք է զբաղեցնի իրեն հասանելի ողջ տարածությունը, բայց ոչ ավելին հատկանշված չափսից, այսինքն 1000 պիքսելից։ Պահպանենք մեր CSS ֆայլը, թարմացնենք բրաուզերը եւ մենք տեսնում ենք այսպիսի արդյունք։ Մեր wrapper ID ունեցող tag-ը ունի 1000 պիքսել լայնություն եւ բրաուզերի չափսերի փոփոխման ժամանակ այդ tag-ի լայնությունը չի փոքրանում 700 պիքսելից, այսինքն սա նշանակում է, որ մինիմալ լայնությունը պետք է լինի 700 պիքսել, իսկ մաքսիմալ լայնությունը 1000 պիքսել։ Ընդհանուր առմամբ սա ողջամիտ լուծում է վեբկայքերի նախագծման ժամանակ եւ կարող եք դա հաշվի առնել։ Այստեղ կա նաեւ մի հետաքրքիր փաստ։ Ես մեզ մոտ կիսում եմ մեր տեսադաշտը ուղղահայաց դիրքով, որպեսզի մենք տեսնենք մեր եւ CSS կոդը եւ HTML կոդը։ Min-max HTML-ը թող լինի ձախ հատվածում, ենթադրենք եւ min-max CSS մեր ֆայլը թող լինի աջ հատվածում։ Ես այն տեղափոխում եմ այստեղ եւ այն հայտնվում է աջ հատվածում։ Ըստ երևույթի մեր մոտ այս content ID ունեցող div-ն է ճկվող, քանի որ մենք wrapper tag-ի համար հատկանշել ենք min-max width, այսինքն մինիմալ մաքսիմալ լայնություն, իսկ site L եւ site R ID ունեցող մեր այս div-երը ունեն ստատիկ լայնություն, հստակ հատկանշված լայնություն։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ հենց content ID ունեցող div-ն է ճկվող։ Այժմ դիտարկենք այսպիսի մի օրինակ։ Վերցնենք մի տեքստի ինչ-որ հատված եւ տեղադրենք content ID ունեցող այս div-ի ներսում։ Ես position HTML մեր այս ֆայլից վերցնում եմ ինչ-որ մի հատված տեքստի, օրինակ թող լինի այս պարբերությունների խումբը, ես այստեղից կլոնավորում եմ, տեղադրում եմ մեր
content ID ունեցող div-ի ներսում, պահպանում եմ մեր min-max.html ֆայլը, թարմացնում եմ browser-ը եւ մենք տեսնում ենք այդ տեքստը հայտնվել է։ Այժմ ես փորձում եմ փոքրացնել browser-ի չափսերը եւ մենք տեսնում ենք, որ տեքստը դասավորվում է այդ ճկվող HTML տարրում, այնպես որ չգերազանցի սահմանները։ Մենք այստեղ քանի որ հատկանշել ենք բարձրություն, դրա համար տեքստը ներքևի հատվածից գերազանցում է սահմանները։ Եթե բարձրություն չհատկանշենք, մեր այս div-ի բարձրությունը նույնպես կմեծանար նրա պարունակության մեծացման հետ, բարձրության ուղղահայաց դիրքով։ Ամեն դեպքում դա դեռ կարևոր չէ, մեզ հետաքրքրում է այն փաստը, որ տեքստը կախված այս ճկվող div-ի լայնությունից դասավորվում է այնպես, որ չի գերազանցում սահմանները։ Եվ սա վերաբերվում է միայն տեքստին։ Ընդհանուր առմամբ ավելի բարդ նախագծերի ժամանակ, երբ որ այստեղ այդ ճկվող պարունակության մեջ լինեն ենթադրենք տարբեր նկարներ, ինչ-որ աղյուսակ, որ ունի հստակ չափսեր եւ այլն, ու այդ ավելի բարդ նախագծերի ժամանակ մեր ճկվող div-ի չափսերը փոքրանալու ժամանակ կխախտվի մեր նախագիծը ամբողջ։ Դրա համար CSS-ում կա լուծում, այդ լուծումը, այդ եղանակը, որի միջոցով այս խնդիրը հնարավոր է լուծել, կոչվում է responsive design, եւ դա հիմնականում օգտագործվում է այն նպատակով, որ վեբ կայքը ունենա տարբեր նախագծեր եւ համակարգչից այցելողների համար, եւ սմարթֆոններից այցելողների համար, եւ պլանշետներից այցելողների համար, այսինքն տարբեր էկրանների չափսերի համար մենք գրում ենք տարբեր CSS կանոններ։ Դա է responsive design-ի իմաստը, նպատակը, բայց դա առանձին թեմա է եւ միգուցե հետագայում կապված responsive design-ի հետ պատրաստեմ առանձին կուրս։ Ամեն դեպքում իմացեք, որ դա նույնպես հնարավոր է։ Այստեղ այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոդասում։